Բարոս Էլիկուրայի եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 12-ի առաջի համարը։ Այս փոքր հատվածի մեջ ինքը մի համար է, բայց ըստ Պողոս Առաքյալի յուրահատուկ ընկալումների, Աստծո խոսքի, Պողոսը ունի իր ոճի մեջ շատ ամբողջական կոնցեպտներ, այսինքն 1-2 համարների մեջ կարա մի այնպիսի բաղադրություն ներկայացնի ուսուցման, որ մեզ համար անհասկանալի է, այսինքն նույնիսկ եթե դուք սկսեք ուսումնասիրել ավելի մանրամասը, կտեսնեք մի քանի, այսինքն 4-5 սկզբունք կարա երկու նախադասության մեջ Առաքյալը խոսի։ Սա յուրահատուկ է Պողոս Առաքյալին, իհարկե սա Աստծո շնորհքի արտահայտություն է Պողոսի վրա, Պողոս այդ մասին խոսում է, եւ նույնիսկ Պողոսն ասում է, որ Աստծուց տրվեց սատանայի ծակոց, որպեսզի չհպարտանամ, այսինքն հայտնությունների շատությունից։ Մենք արդեն խոսել ենք, որ Պողոս Առաքյալը ոչ միայն Քրիստոսից ստանում է հայտնություն, կոնկրետ եկեղեցու դիսպենսացիայի մասին, որտեղ 5 կտականի մարգարեները այդ մասին չեն խոսում, այլ նաև Պողոսը ունի լավ ուսուցում, շատ մեծ հիմք ունի 5 կտակարանի ամբողջական աստվածաշնչյան գրքերի, հայտնությունների եւ ունի կարողություն Քրիստոսով կոնտեքստուալիզացիա անելու, այսինքն ինքը ունի մեծ պաշար եւ մեծ պոտենցիալ, որպեսզի կարողանա համատեքստայնացում անի 5 կտակարանի ճշմարտությունները ներմուծելով եկեղեցու կյանք, այսինքն այս ամենը շատ կարևոր է Պողոս կյանքում։ Դրա համար ընդհանուր առմամբ մենք տեսանք, որ արդեն տեսեք նամակի 12-րդ գլխից, որտեղ գլուխներ չի եղել, մենք այդ մասին խոսել ենք, 12-րդ գլուխ սա նշվում է մոտավորապես նամակի մեծամասնությունը Պողոսը նվիրեց ուսուցման ճշմարիտ ավետարանի, որովհետև հենց սկզբից Պողոսն ասում է, որ Աստծո զորությունը մարդուն փրկելու դա ավետարանն է։ Եվ ավետարանը մենք տեսանք, որ 1-ից մինչև 11-ում Առաքյալը ներկայացրեց Աստծո ողորմության մասին լուրը ուղված դատապարտված մարդուն։ Սա է ավետարանը։ Եվ այդ լուրը Աստծո ողորմության մասին ինքը ներկայացրեց բոլոր բաղադրիչներով, բոլոր կողմերից, ներկայացրեց միջոցը փրկության, այն որպես հավատք, ոչ թե օրենքի գործերը, ներկայացրեց ինչա շնորհքը, որ այն ամբողջական ձրի մի բան է, ներկայացրեց ընդհանուր առմամբ Աստծո սուվերեն ընտրությունը, ներկայացրեց նախասահմանությունը, խոսեց Ադամի մեջ եղող անձի, Քրիստոսի մեջ եղող անձի պարգևի մասին։ Այսինքն այս ամեն ինչին ինքը անդրադարձավ, խոսեց նաև 6-րդ գլխում Քրիստոսի մեջ եղած մեր հոգևոր պայքարը մեղքի դեմ, անդրադարձավ 7-րդ գլխում մեր կրոնավոր ընկալումները, մեղքի գերությանը, այսինքն տեսեք ամեն ինչի մասին ինքը խոսեց, մենք նախորդ ձայնագրության մեջ խոսենք, եւ սա ամբողջացնում է Աստծո ողորմությունն ուղղված դատապարտված անձին։ Դրա համար, այսինքն ի վերջո արդեն 11-րդ գլխի վերջի հատվածի սիլագիզմը կամ եզրահանգումը բերեց մի սկզբունքի։ Առաքյալն ասեց, տեսեք, ընդհանուր առմամբ 36 համարը, ես կընթերցեմ 35-ից, այսինքն 11-րդ գլխի, ասում է կամ ով նրան առաջուց մի բան տվավ, որ նրան հատուցումն առներ նրանից։ Սա ուղղակի Առաքյալը ցույց է տալի, որ տեսեք, այսինչ որ ես ձեզ ասեցի, ի վերջո ձեզ պիտի բերի այն եզրահանգման, որ մարդը որևէ մի բան չի արել, որ Աստված էլ պարտականը զգա մարդուն փրկելու։ Ամեն բան ինքն է որոշե։ Եվ անմիջապես 36-ում ասեց, որովհետև նրանից է, նրանով դեպի նա է ամեն բան, որովհետև նրանից եւ նրանով եւ դեպի նա է ամեն բան։ Նրան փառք հավիտյան ասամից։ Այսինքն այս ամբողջական ավետարանի ընկալումը, որը խտացրած Աստծո ողորմության մասին լուրն ուղղված դատապարտված անձին, ով չունի կարողություն իր անձը փրկելու, այս լուրի գլխավոր եզրահանգման մեջ Առաքյալը ցույց տվեց, որ տեսեք, եթե դուք ավետարանը հասկացաք, ուրեմն դուք հասկացաք, որ ամեն բան նրանից է, ամեն բան նրանով է, ոչ թե ձեզանով, եւ ամեն բան դեպի նա է։ Այսինքն ամեն բան Աստծո կողմից պահպանված է եւ Աստծո նպատակների համար։ Հիմա այս առումով Առաքյալը ներկայացրեց ընդհանուր ավետարանը եւ սրանից հետո արդեն նոր 12-րդ գլխում, այսինքն եթե մենք սա հասկացել ենք, Առաքյալը նոր 12-րդ գլխից նորից եմ շեշտում, գլուխներ գոյություն չունի, սա նամակի ընդհանուր շղթան է, ընթացքն է։ Արդեն տեսեք, նամակի մեծամասնությունից հետո նոր սկսում է անդրադառնալ եկեղեցու կիրառականին, հավատացյալի, քրիստոնյայի, Քրիստոսի մարմնի մեջ եղած այդ վարվելակերպի պրակտիկային,
Այսինքն նոր սկսում ենք արդեն տեսնել վարքը ինչպես պիտի արտահայտվի։ Ինչի հիմքի վրա։ Վարքը պիտի արտահայտվի այն ուսուցման վրա, որ 1-ից մինչև 11-րդ գլուխը առաքյալը սովորեցրեց։ Այսինքն դրա համար մենք ասում ենք, որ ճշմարիտ ողջամիտ վարդապետությունը հանդիսանում է քրիստոնյայի կյանքում ընդհանրապես նրա քրիստոնեական կյանքի ընթացքի հիմքը։ Եթե չկա ողջամիտ վարդապետություն, չի կարա լինի ողջամիտ վարք, չի կարա լինի Քրիստոսի մարմնի մեջ շինություն։ Մեկը մյուսի հանդեպ չի լինի շինություն, որովհետև չկա ողջամիտ վարդապետությունից արտադրված քրիստոնյա։ Այսինքն սա շատ կարևոր է մենք հասկանանք։ Եվ մեր հատվածում արդեն մենք խոսեցինք, որ այս փոքրիկ մի համարի մեջ, հենց միայն առաջի համարի մեջ, առաքյալը ներկայացնում է ընդհանրապես աստվածաբանության մեջ ընկալված է երկրպագության բոլոր կոնցեպտը, հասկացողությունը։ Ինչ է իրանից ներկայացնում երկրպագությունը։ Այս փոքր համարի մեջ առաքյալն անդրադառնում է երկրպագության հիմքին, անդրադառնում է երկրպագությունը ինչով է որոշվում, որ այն երկրպագություն է, եւ անդրադառնում է երկրպագության կերպին, թե ինչպես այն արտահայտվում նորից այն անդրադառնում է երկրպագության հիմքին։ Մենք առաջին ձայնագրության մեջ խոսեցինք երկրպագության հիմքը, այն հանդիսանում է ավետարանը։ Երկրպագության հիմք չի հանդիսանում երաժշտությունը, կոնկրետ երաժշտական ելևէջները, տակտը, որը մեզ կմղի երկրպագության։ Երբեք սերներս, մենք խոսել ենք այս մասին։ Երկրպագության հիմք չի հանդիսանում որևէ մի բան, բացի ճշմարիտ ավետարանից։ Ինչ է ճշմարիտ ավետարանը։ Նորից եմ ասում, տեսեք, ճշմարիտ ավետարանը լուրն է, Աստծո ողորմության մասին ուղղված դատապարտված մարդին, բայց սա հանդիսանում է աստվածահայտնությունը աստված ճանաչության առումով։ Այսինքն ես ճանաչում եմ Աստծուն ավետարանով, առանց ավետարանի ես չեմ ճանաչում ճշմարիտ Աստծուն եւ զուգահեռաբար չեմ ճանաչում ճշմարիտ իմ կարգավիճակը իրականում Աստծո առաջ։ Ես կարամ ունենամ իմ մասին պատկերացում ով եմ ես, բայց թե ինչպիսին է ինձ տեսնում Աստված, դա միայն ինձ հայտնում է ավետարանը։ Եվ միայն այս իրականությունից մղված, Աստված ճանաչությունից մղված է, որ ես կարամ ճիշտ արձագանք ունենամ դեպի Աստծո ողորմությունը եւ ունենամ փրկություն եւ հետագայում նաեւ սրբացման ընթացք եւ հետագայում նաեւ Աստծուն փառավորելու ընկալումը։ Տեսեք, սա շատ կարևոր է։ Դրա համար այս փոքր հատվածի մեջ առաքյալը անդրադառնում է ամբողջական, թե ինչ է երկրպագություն։ Տեսեք, ես խոսեցի մի կարևոր սկզբունքի մասին։ Առաքյալը 1-ից մինչև 11-ը սովորեցնում է Աստծո մասին, այսինքն ողորմության մասին, մեր մասին եւ անդրադառնում է նոր պրակտիկային։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ առաքյալը ցույց է տալի մեր կյանքը որպես երկրպագություն։ Այսինքն երկրպագությունը դա մի բան չի, որ պաշտամունքի ժամանակ ինչ որ մի հատված, ինչ որ մի ժամ դրվում է երկրպագության, կամ մեր կյանքում ինչ որ մի գործողությունով երկրպագություն է կատարվում։ Երկրպագությունը սիրելիներս, այս բառը ես նորից ավելի խորը կանադառնամ սրան, որտեղ մենք այսօր խոսելու ենք արդեն երկրորդ բաղադրիչի, երկրորդ ճշմարտության մասին երկրպագության վերաբերող, այն ինչով է որոշվում երկրպագությունը։ Առաջինը մենք տեսանք հիմքը։ Այն հանդիսանում է ավետարանը եւ չի հանդիսանում որևէ մի բան, երաժշտություն կամ զգացմունքներ, այսինքն սա չեն հանդիսանում ընդհանուր առմամբ երկրպագություն։ Տեսեք, նորից որպեսզի հասկանաք մեր երկրպագությունը կարա արտահայտվի երկեցողությունով, երաժշտությունով, այսինքն մեր երաժշտությունով, երկեցողության ընթացքում կարա մեր երկրպագությունը արտահայտվի, բայց երբեք երկրպագություն չի նշանակում երաժշտություն կամ երկեցողություն։ Նաև զգացմունքի ընկալումը, այսինքն քրիստոնյան ունի զգացմունքներ, այո, որովհետև զգացմունքը դա արտահայտությունն է մեր ներքին հասկացողության։ Ինչի եմ ես սա շեշտում, որովհետև զգացմունքը չի կարա լինի հասկացողությունից առաջ։ Պետք է լինի ուսուցում, որը պետք է հասկացվի մտածելակերպով, լոգիկայով, լոգիսիմոս առաքյալն օգտագործում է այս բառը։ Սա ձեր հասկացողությունով ծառայությունն է։ Այսինքն եթե դուք նայեք ամբողջ 12 գլուխի 1-ից մինչև 3-րդ համարը կամ ամբողջ, երբեք չեք տեսնի զգացողություն, այնտեղ միշտ կտեսնեք միտք։ Ուշադիր նայեք, ինքն ասում է, սա ձեր հասկացողությունով, это разумное служение, բանավոր պաշտոնն է։ Եվ հետևաբար ասում է նորոգվեցեք ձեր մտքով, մտածելակերպով, այս Քրիստոսի միտքը ունեցեք։ Հետո ասում է որպեսզի ճանաչեք Աստծո կամքը, նույնպեսի այն կապված է մտքի մտածելակերպի հետ, այս զգացմունքի հետ կապված չի։ Սա մարդ եմ, ես ասում որ զգացմունքը չի կարող լինել, բայց մենք ունենք զգացմունքներ, բայց մեր զգացմունքը
արտադրվում է մեր հասկացողությունից, այսինքն տեսեք, եթե ես չհասկանամ ով Աստված իր ողորմությունով, իմ կյանքում չի արտադրվի Աստծո հանդեպ սեր, որը ինձ պիտի մղի երկրպագության։ Այսինքն սեր այդ զգացմունքն է, բայց այն արտադրվում է Աստված ճանաչությունից, հասկացողությունով։ Այսինքն զգացմունքը առանց հասկացողության, որտեղ շատերը միստիկական ընկալումներով ինչ են ասում, իրանք ասում են, այ կապ չունի Աստվածաշունչ կարդաս, աղոտ կանես, կարևորը ես պոտենցիալի հոգով եմ երկրպագում, ինչ հոգով ես դու երկրպագում, այդ նույն հոգով հարբեցողը երգում է, այդ այսինքն անջատված, այսինքն բնազդային սկզբունքներով, սա երբեք չի նշանակում երկրպագություն։ Ուրեմն դրա համար ես ասացի երկրպագության հիմքում ընկած առաջի ձայնագրությունը, եթե նորից նայեք, կտեսնեք, երկրպագության հիմքը հանդիսանում է ավետարանը, Աստված ճանաչության միակ ճշմարիտ նախասահմանված միջոցը, որը մեզ ցույց է տալի Աստծո ողորմության մասին, որն էլ տալիս Աստված ճանաչություն, որից էլ արտադրվում է Աստծո հանդեպ սեր։ Որպեսզի սա առավել մենք ճիշտ հասկանանք, տեսեք արդեն 10 րոպե ես ուղղակի փորձում եմ ցույց տամ թե ինչ է հիմքը, որպեսզի սա ճիշտ հասկանանք, տեսեք, սա կարևոր է, որովհետև եթե Սամարացի կնոջ օրինակը մենք հիշում եք բերեցինք, Սամարացի կնոջ երկրպագության հիմքում ինքը ինչ է տեսնում, վայրը ինչ է ասում, ինքն ասում է, դե ինձ ասա, որտեղ երկրպագենք, այս սարի վրա, մեր հայրերը այս սարի վրա են երկրպագում, թե այսինքն նրա համար երկրպագության կարևոր շեշտ դա վայրն է։ Հիսուսն ասաց վայրը կապ չունի, այլ անձը կապ ունի, ում եք երկրպագում, եւ անմիջապես անդրադարձ է դուք երկրպագում եք նրան, որին չգիտեք։ Այսինքն երկրպագության հիմքում ի՞նչն է ընկած, Աստված ճանաչությունը, Աստծուն ճանաչել, ասես դուք երկրպագում եք նրան, որին չեք ճանաչում։ Քանի որ նրան չեք ճանաչում, դուք սխալ կերպով եք երկրպագում։ Այո, միգուցե Եհովայի անունը տալիս եք, բայց դուք այն կերպով չեք երկրպագում, ինչպես Աստված ա ուզում, որ իրան երկրպագեք։ Այսինքն Աստված ճանաչությունը հանդիսանում է հիմքը մեր երկրպագության, ոչ թե երաժշտությունը, տակտերը, ռիթմերը, զգացմունքները, ոչ սերներս, ավետարանը, Աստված ճանաչության միակ նախասահմանված միջոցը հանդիսանում է երկրպագության հիմքը, նա է արտադրում երկրպագություն։ Սա կարևոր է, որ տեսնենք, որովհետև մեկ այլ պարագայում հիշում եք այն կինը նաև, այն անառայտ կինը, որը ամբողջական մտավ փարիսեցուտուն եւ իր համար փարիսեցուտուն մտնելը վտանգ է, մահվան վտանգ է, կարան քարկոծեն եւ սպանեն, որովհետեւ ըստ փարիսեցու կալման այդ կինը պղծեց ամբողջ այդ օջախը փարիսեցու, մտավ այդ տունը եւ դրա համար փարիսեցին անմիջապես ված զգալով ասաց, եթե այս մարդը, այսինքն Քրիստոսի մասն է խոսքը, մարգարե լիներ, կիմանար ով այս կինը եւ Հիսուսը խոսեց, ես գիտեմ ով է այդ կինը, Սիմոն, բայց դու չգիտես ով ես դու եւ ով է Աստված։ Բայց այս կինը գիտի, դրա համար մահվան վտանգով էլ մտավ եւ եկավ եւ իր արցունքներով իր ոտերս թրջեց եւ իր մազերով այդ թրջածը սրբեց։ Սա ի՞նչ է։ Երկրպագություն։ Ինչից արտադրվեց սա եւ Հիսուսը խոսում է ինչից արտադրվեց։ Հիսուսը նույնիսկ վկայում է թե որ այս կնոջ մեղքերը ներված են, ինչի գրված է, որովհետև շատ սիրեց, իսկ ինչի շատ սիրեց, որովհետև շատ ներվեց, այսինքն այս կինը Աստծուն ճանաչեց շատ մեծ ողորմությունով Աստված եւ իրեն շատ մեծ մեղքերի մեջ դատապարտված։ Դրա համար նրա կյանքում այս Աստված ճանաչությունը, Աստծո ողորմության ճանաչողությունը Քրիստոսի դեմքում արտադրեց սեր դեպի Քրիստոս եւ նույնիսկ դա տեսանք իր ֆիզիկական երկրպագության մեջ արցունքով ոտքերը թրջել եւ մազերով չորացնել։ Տեսնում եք, եւ ինչ ասեց Հիսուսը Սիմոնին, ասեց Սիմոն, նա որ քիչ է սիրում, նշանակում է քիչ է ներվի, այսինքն չի ճանաչի Աստծուն ողորմած եւ չի ճանաչի իրեն շատ մեղավոր։ Սա է հիմքում ընկած երկրպագության սերերս։ Եթե սա չկա, երկրպագություն գոյություն չունի։ Կա ձևական երաժշտության տակ օրորվել, շորորվել։ Կամ զգացմունքային ինչ-որ մի պորտկում արտակել։ Դա երկրպագությունը չի։ Մեր հետագա հիմա որ արդեն մենք կանադառնանք երկրորդ հատվածին, երկրպագությունը ամբողջանում է ընդհանուր առմամբ, տեսեք, հասկացողությունով ծառայության մեջ, հասկացողությունով գործի մեջ։ Հասկացողությունով գործ այն անձը, ով Քրիստոսի համար եկեղեցու, նույնիսկ մաքրում է եկեղեցին, ավլում է եկեղեցին, դա նրա երկրպագությունն է։ Սա է շեշտում առաքյալը։ Երկրպագությունը երաժշտություն եւ զգացմունք չի, երկրպագությունը դա հասկացողություն է եւ գործ։ Մենք սա կանադառնանք սա։ Երկրպագությունը զգացմունք եւ երաժշտություն չի։
երկրպագությունը հասկացողություն է, մտածելակերպ եւ կամ հասկացողություն, ավելի ճիշտ կլինի այսպես ասեք, այսինքն բանականություն է եւ գործ, սա է երկրպագությունը։ Ոչ թե երաժշտություն եւ զգացմունք։ Հիմա նորից եմ ասում, մենք չենք ասում, որ զգացմունքի կարիք չկա, բայց զգացմունքը պիտի չլինի հասկացողությունից առաջ, այսինքն պետք չի մենք կարգը ձիուց առաջ դնենք։ Պիտի լինի հասկացողություն, ով Աստված, նոր դրանից պիտի արտադրվի զգացմունքը դեպի Աստված։ Սերը կամ մեր համբերությունը կամ մեր փառաբանությունը սրտի, բայց պիտի հասկանանք ով է Աստված։ Սա ամենակարևորն է։ Հիմա եկեք անդրադառնանք ընդհանուր երկրորդ ճշմարտության։ Առաջինը մենք տեսանք այս հատվածում, թե ինչն է հանդիսանում ճշմարիտ երկրպագության, դա ավետարանն է, որը Աստված ճանաչության գլխավոր նախասահմանած միջոցն է։ Եկեք ընթերցենք հատվածը։ Արտաղաչում եմ ձեզ եղբայրք, Աստծո ողորմությունով է, որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի, սուրբ եւ Աստծո ընդունելի ընծա կամ պատարակ կամ զոհ, որ է ձեր հասկացողությունով ծառայությունը կամ բանավոր պաշտոնը։ Ես ուղղակի շատ հաճախ նաեւ թարգմանության մեջ, քանի որ մի քիչ անհասկանալի է բառերը, ես փորձում եմ բնագրի հասկացողությունով հոմանիշ բառեր օգտագործեմ, որովհետեւ գոնե հասկանանք ինչի մասին է։ Սա ձեր հասկացողությունով ծառայությունն է։ Ինչը այն որ դուք ձեր անձերը, ձեր մարմինները, այստեղ մարմին բառը չի շարունակում միայն մարմինը առանց հոգու, ձեր մարմինը, ձեր հոգին, ամբողջ ձեր էությունը որպես կենթանի զոհ կդնեք Աստծո զոհասեղանին։ Այստեղ ներկայացնել բառը մի քիչ հետո մենք անդրադառնանք, նշանակում է դնել, տալ, հանձնել։ Ուրեմն եկեք անդրադառնանք արդեն երկրորդ հատվածում մենք կտեսնենք արդեն այս առաջի համարի B հատվածում կտեսնենք երկրպագության որոշումը։ Ինչն է որոշում, որ սա երկրպագություն է։ Առաջինը տեսանք հիմքը։ Ուրեմն տեսեք, եկեք նորից ընթերցենք այն հատվածը, որը մեզ ներկայացնելու է կոնկրետ երկրպագության որոշումը։ Սա է։ Որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի, սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարակ, որ ձեր բանավոր պաշտոնն է կամ ձեր հասկացությունով ծառայությունն է։ Միջ կանադառնանք, թե ինչն է մեզ ցույց տալիս, թե ինչն է որոշում երկրպագությունը, եկեք ուղղակի մի քանի կետերով նայենք ինչը չի հանդիսանում, սա կօգնի մեզ, սա կերպաս աստվածաբանության մեջ, որ օգնում է, որպեսզի մենք ավելի ճիշտ հասկանանք ինչն է որոշում երկրպագությունը։ Ինչը չի հանդիսանում երկրպագություն։ Եկեք սա մի քանի կետերով անդրադառնանք, որպեսզի առավել մեզ համար հեշտանա։ Ինչը չի հանդիսանում երկրպագություն։ Առաջինը երկրպագությունը չի հանդիսանում երաժշտությունը կամ երաժշտության էմոցիոնալ ելևէջների տակ մեր մարմնի շարժումը։ Այն երբեք չի նշանակում երկրպագություն։ Որովհետև եթե դուք որևէ փոքր երեխայի, 1 տարեկան, 2 տարեկան երեխայի երաժշտություն միացնեք որոշակի ռիթմերով, կտեսնեք, որ երեխան կսկսի պարել։ Սա չի նշանակում, որ այս երեխան սկսում է երկրպագել, չի նշանակում, որ այս երեխան երաժշտությունը հասկանում է։ Սա մարմնի ընկալումն է այդ տակտերի, սա բնազդն է, սա բնազդն է։ Բնազդ նշանակում է հասկացողությունը չի աշխատում։ Այսինքն դրա համար առաքյալը մի քանի անգամ մենք ավելի խորն եք տեսնելու, առաքյալը երկրպագության հիմքում դնում է հասկացողությունը, ավետարանի հասկացողությունը, ոչ թե ինչ-որ զգացմունքային պորտկում, զգացմունքների մղում, այսինքն զգացմունքը չի, որ մեզ պիտի մղի երկրպագության, զգացմունքը այլ հասկացողությունը եւ նաեւ այդ զգացմունքը պիտի արտահայտի մեր երկրպագությունը, բայց զգացմունքը չի հանդիսանում հիմք։ Ուրեմն երաժշտությունը եւ նրա ելևէջները կամ նրա տակտը, որը շարժում է մեր մարմինը, այն չի հանդիսանում երկրպագություն, որտեղ այն ինստինկտն է, բնազդն է, ոչ թե հասկացողությունը։ Այս նորից եմ ասում, շատերը, որոնք օրինակ կարան տեսնել որևէ մեկը, երբ որ Աստվածաշունչը կարդում է, եւ Աստվածաշունչը չի կարդում ընթերցելու համար, կարդում է Աստվածաշունչ եւ այդ ընթերցելու ընթացքում ճանաչում է Աստծուն։ Ինքը տեսնում է, հասկանում է, որտեղ Սուրբ Հոգին նրա հասկացողությունը բացում է եւ ինքը հասկանում է ինչ է ասում ավետարանիչը կամ հեղինակը, ինչ ասում Աստված իրեն։ Եվ այս հասկացողությունի ժամանակ կարաք տեսնեք գիրքը ծալում եւ սկսում աղոթք անել։ Սա իրական, արդեն տեսեք, սա արդեն Աստված ճանաչությունից մղված նրա ներքին ընկալումն է, այսինքն հասկացողության հետ կապված, եւ շատերն ասում են, դե սա կարա լինի, հա, եւ բայց որոշակի մակերեսորեն երկրպագություն է։ Իսկ մենք այդ որ օրորվում ենք, այդ որ թավալվում ենք, դա իրական հոգով ենք երկրպագում, սերներս։
իրական երկրպագությունը, նորից եմ ասում, հիմքում ունի Աստված ճանաչությունը։ Ուրեմն սա կարա սխալ ընկալում լինի, երաժշտությունը եւ զգացմունքը չի հանդիսանում երկրպագություն։ Մի փոքրիկ սկզբունք խոսենք այդ ընդհանուր զգացմունքային հասկացողության մասին, որովհետև տեսեք, ընդհանուր այսօր երկրպագության առումով եւ ոչ միայն երկրպագության, քրիստոնեական կյանքի ընկալման մեջ կարևորագույն շեշտը դրված է միստիցիզմի կամ զգացմունքի վրա։ Զգացմունք դա նաև որոշակի առումով մարդկային զգացմունքներից արտադրված ապրումներն են, որ մարդը առավել այդ ապրումներով փորձում է ներկայացնի երկրպագություն։ Ասում սա ես այս ապրումն ունեցա, ես այս ապրումների այս զգացմունքի մեջ նաև երբ որ ինքը կսկսի լացել, նույնիսկ այս լացը ինքը ներկայացնում է ապրումներ եւ սա երկրպագություն է ինքը դիտարկում։ Սա խնդիր է, որովհետեւ նորից եմ ասում, սա առավել կապված է ընդհանուր մեր ինստինկտի կամ բնազդի հետ։ Ես մյուս զայնագրությունների մեջ այս մասին շատ խոսում եմ բնազդի հետ, որովհետև արտաքին ազդեցությունները մեր բնության վրա դա կարա մարդու կողմից ընկալվի որպես երկրպագություն, բայց այն երկրպագություն, այն էսթետիկ երևույթներ են, սրանք առկա են նաև շամանիզմի մեջ, շամանիզմը, գիտեք, հագնում են ինչ-որ կենդանու մորթի, սկսում են ձայներ հանել, կրակի շուրջը պտտվել, մինչև կընկնեն էքստազի մեջ։ Սա արկա է մյուս կրոնների մեջ Հարե Կրիշնա ասել 1700 անգամ պիտի Հարե Կրիշնա ասեն միտքը անջատվի ընկնեն էքստազի մեջ սա յուրահատուկ է իսլամի մեջ կա այս երևույթը որոշակի բառեր արտաբերեն սա զգացմունքի ազդեցությունն է ինստինկտն է բնազդն է մարդու վրա կամ էքստազի մղումն է եւ սա արկա է տեսեք Մենք ունենք Ջասթին Պիտերս, ինքը աստվածաբան է եւ ինքը մի հաղորդում ունի, ես կուզեմ որ դուք նայեք Ջասթին Պիտերս։ Ինքը ցույց է տալիս որոշակի վիդեո տեսահողովակ եւ դուք կտեսնեք մարդիկ ընկնում, թավալվում են, ձայներ են հանում, կարծես թե օտարալեզուներով խոսում են, ծիծաղում են եւ ինքն ասում է ուշադիր նայեք, ասում է, ի՞նչ է սա։ Եվ եթե դուք նայեք, անմիջապես ասել եք սա խարիզմատական երկրպագության որևէ մի տեսահովակ է։ Եվ ինքը ցույց է տալի, որ դա կապ չունի խարիզմատական, այլ դա հինդուիզմի ինչ որ մի աստվածուհու երկրպագությունն է, նույնը ինչ որ անում է խարիզմատական եկեղեցին։ Դուք չեք տարբերի, եթե չլսեք իրականում ինչ են խոսում կամ ինչ են ասում։ Այսինքն, տեսեք, սա նույնն է, սա շամանիզմի մեջ է առկա։ Այսինքն, սա ոչ մտածելակերպի հետ կապված երևույթներ են։ Եվ սա հեթանոս պաշտամունքի գլխավոր արտահայտությունն է։ Շատ զգուշ պետք է լինեք։ Դրա համար առաքյալը երկրպագություն ինքը չի ներկայացնում զգացմունք, այսինքն ինչը չի հանդիսանում երկրպագություն, երաժշտությունը եւ նրա մղումները տակտի, ելևեջները, սա երկրպագությունը չի։ Երկրպագություն չի հանդիսանում զգացմունքը, որի մեջ ընկած մենք որոշակի երևույթներ ենք անում։ Դրա համար սա կարևոր է, ասելես, այսինքն մեր հատվածը նկարագրում է երկրպագությունը որպես հասկացողությունով ծառայություն, սա ձեր բանավոր, սա է ձեր հասկացողությունով ծառայությունը, լատրեի, այդ քահանայական ծառայությունը, ով զոհամատուցանում հասկանալով այդ ինչ զոհամատուցանում, եւ բանավոր ինքը շեշտում է, սա ձեր բանական, դες ինքը հատուկ բառեր չի, հենց այնպես չի ասում այս բառերը, հասկացողությունով ծառայ, որովհետև մինչև այդ ինքը ինչ ցույց տվեց, ավետարան, որը մեզ տալիս է հասկացողություն Աստծո մասին, Աստված ճանաչություն, որը մեզ պիտի մղի, որ մենք հասկանալով մեր անձերը նվիրենք Աստծուն։ Այս է իրական երկրպագություն, այսինքն սա չի հանդիսանում երկրպագություն, երաժշտություն եւ զգացմունքը։ Ինչը չի հանդիսանում երկրպագություն նաեւ Ծիսական արարողակարգը կամ ծեսը չի հանդիսանում երկրպագություն։ 5 կտակարանի պաշտամունքի մեջ, մանավանդ երբ որ մենք խոսում ենք երկրպագության մասին, այն կապված է տաճարի ծառայության հետ, այդ համակարգի հետ ծառայության, եւ այնտեղ կային ծեսեր եւ սիմվոլներ, բայց ուշադիր նայեք, այդ ծեսերը եւ սիմվոլները ուղակի միայն վարկ չէր, միայն որոշակի արտահայտություն չէր, որ ինչ որ մենք մի բան ենք անում, այն կապված էր հոգևոր խորհրդի հետ։ Այսինքն, եթե մենք անդրադառնում ենք խունկին, այն կապված էր սուրբերի աղոթքին, այն աղոթքի խորհրդանիշն էր։ Եթե մենք անդրադառնում ենք զոհին, այն կապված էր փոխանորդ զոհի եւ մեղքերի քավության հետ, իմ մեղավոր վիճակի եւ Աստծո կողմից ողորմություն իմ կյամ գալու հետ եւ այլ, նաեւ այն կապված էր որոշակի առումով շնորհակալության հետ, որտեղ կային ընծաներ,
օրինակ, որոնք Զոհի հետ կապված չէին, որովհետև տեսեք, շատ հաճախ օրինակ երբ որ Աստված ասում է դուք այս բերքի այսինչ մասը տարեք որպես ընծա, ինչի, որովհետև այդ բերքը կապված է խոստացյալ երկրի հետ։ Օրինակ, եթե դուք ամորհացիների, մովաբացիների երկրի ծիրանից տանեիք Աստուծո, Աստված չեն ընդունի, ինչի, որովհետև Աստված ձեզ տվել էր խոստացյալ երկիր այդ սահմանի մեջ, եւ այդ երկրի բերքից պիտի տանեիք այդ զոհ, որովհետեւ մենք ընկալվեր, որ Աստված մեզ տվել է մի երկիր, որ մենք չենք տնկե, տներ, որ մենք չենք շինե, եւ Աստված այս ամենը տվել էր Իսրայելացուն։ Այսինքն սա կապված էր հասկացողության հետ։ Այսինքն այս ծեսերը եւ արողակարգը չեր հանդիսանում երկրպագություն, բայց մեր երկրպագությունը կարա արտահայտվի դրանցով։ Մենք հասկանում ենք, որ այս ընծան տարանք, հասկանում ենք ով է Աստված եւ ինչ արե մեզ համար։ Այսինքն կոնկրետ ինքը ծեսը չի վերանշանակում երկրպագություն, սիրելիներս։ Նորից հասկանալի եղավ ինչի մասն է խոսքը։ Այսինքն տաճարի մեծ մասամբ, եթե վերցնենք Ղևտացի թղթի մեջ ամբողջությամբ, Ղևտացի թղթը, եթե մրզեք, տակից կկաթա Աստծո սրբություն։ Այսինքն Ղևտացին մեզ ներկայացնում է Աստծո սրբության մասին հասկացողությունը, որը անդրադառնում է եւ որը ավելի արտահայտվում է այդ տաճարի համակարգի, երկրպագության համակարգի բոլոր սիմվոլների, ծեսերի եւ արողակարգի հետ։ Սա Աստծո սրբության, այսինքն պետքա լվացվեին, լվացումների որոշ կարգ կար։ Սա չի նշանակում, որ այդ լվացումով մենք երկրպագում ենք։ Այո, երբ որ դուք հասկանում եք, որ պետքա լվացվեք եւ ով Աստված, որ մոտենաք նրան, սա արդեն ձեր երկրպագության արտահայտության կերպն է, բայց կոնկրետ լվացարանին մոտենալը չէր երկրպագությունը։ Ճիշտ եք հասկանում, այսինքն մենք չենք ասում, որ ծեսեր եւ արողակարգի կարիք չկա, որովհետեւ մեր քրիստոնեական եկեղեցում Հիսուսն էլ մեզ թողեց որոշակի ավանդույթ արողակարգի։ Հաղորդության սեղանին մոտենալը, մկրտությունը, դրանք բոլորը ծեսեր եւ արողակարգ է, բայց այն խորհրդանիշ է, որը մենք հասկանում ենք հիմքում։ Այսինքն ինչ է մկրտությունը։ Մկրտություն սա նշանակում է ես թաղվում եմ Քրիստոսի մեջ եւ ես նոր մարդ եմ հարություն առնում Քրիստոսով Աստծո համար պտուղ բերելու համար։ Այս մկրտության արողակարգ այն ապացույցն է, որ ես Քրիստոսի պատկանում եմ Քրիստոսին, սա հասկանալով, այսինքն, բայց կոնկրետ այդ ծեսը չի երկրպագությունը։ Բայց իմ երկրպագությունը կարա արտահայտվի այդ ծեսը կատարելով։ Ճիշտ ընկալեցիք, այսինքն երկրպագությունը ուղղված է սրտից, հասկանալով ով Աստված եւ ինչ ես ուզում Աստծո համար անես։ Սրա հետ է կապված։ Ուրեմն սա նույնպես կարա արտահայտվել, որովհետեւ տեսեք, այսօր արդեն արևմուտքում որոշակի սկզբունք կա, որը շփոթեցրել է մարդկանց։ Արևմուտքում օրինակ մենք շատ հաճախ օրինակ 1999 թվականից սկսեց դա Song of Worship, այսինքն երկրպագության երգեր եւ մարդկանց մոտ ասոցացվել է, որ այս երգերը դա պետքա երկրպագենք այս երգերի տակ։ Այս երգերով է, որ երկրպագություն, սրանք երկրպագության երգեր են։ Սերներս դուք կարաք երգը երգեք, բայց երկրպագություն չլինի ձեր կյանքում Աստծո հանդեպ, որտեղ երկրպագությունը կապված է, նորից եմ ասում, ոչ թե երաժշտության եւ երգի հետ, այլ ձեր սրտի ընկալման ով Աստված եւ ինչ եք ուզում հանեք Աստծո համար, սրա հետ է կապված։ Ուրեմն սա որոշակի առումով փոխեց քրիստոնեական ընկալումը երկրպագության վերաբերյալ, դրա համար հենց միանգամից կարակ ասենք եկեղեցիներում մեկ էլ կարող է տեսնեք առաջնորդը երկրպագության առաջնորդն է ինքը։ Ասի, եւ հիմա եկեք երկրպագենք այս երգով։ Իսկ քարոզի վաղտ, որ դուք քարոզը լսում եք, երկրպագում եք, իսկ քարոզի չէ, որ ձեզ Աստծո խոսքի ճշմարտությունն ասում էր, երկրպագում էր Աստծուն, թե երկրպագությունը սկսվեց երաժշտության հետ միայն։ Տեսնում եք, սա փոխել է ընկալումները, ինչ է երկրպագություն։ Առաքյալը իմիջայլոց երկրպագությունը չի ներկայացնում ձեր կյանքում ինչ-որ մի բաժին կամ այդ օրվա մեջ ինչ-որ մի ժամ, այլ ձեր ամբողջ կյանքը, որը դրված է Աստծո զալսեղանին, կենթանի, ձեր բոլոր վարքը Աստծո համար արված։ Թե ինչ կուտեք, թե կխմեք, թե ինչ էլ որ կանեք, Աստծո փառքի համար արեք, այսա ձեր երկրպագությունը։ Մի քիչ տո մենք անդրադառնանք որոշակի հատվածների, որտեղ կոնկրետ խոսում առաքյալը, որ այսպես երկրպագեք, եւ կտեսնեք, թե ինչի հետ այն կապված, այնտեղ երաժշտություն եւ զգացմունք չկա, այն հասկացողության հետ կապված սկզբունք է։ Ինչը չէր հանդիսանում երկրպագություն, երաժշտությունը, զգացմունքը, ծեսերը եւ արողակարգը չէին հանդիսանում, որտեղ կան եկեղեցիներ, որտեղ ծեսը կատարում են եւ ամեն օր այդ ծեսը կատարում են, այդ պատարակին այդ ծեսը անում են։ Ասում սա մեր երկրպագությունն է, սա երկրպագության բաժինն էր։ Ոչ ցելներս։ Երկրպագության բաժինը ձեր կյանքն էր։ Լավ, եկեք անդրադառնանք մեկ այլ հատվածի։
Որպեսզի առավել մեզ համար հասկանալի լինի, միանշանակ եկեք հասկանանք, որ երկրպագությունը դա երաժշտությունով եւ զգացմունքով չի, այլ հասկացողությունով եւ գործով։ Սա մի քանի անգամ եմ ես շեշտում, որպեսզի ընկալենք առաքյալի ընդհանուր թղթի սկզբունքը։ Ոչ երաժշտությունով, այլ գործերով, ոչ զգացմունքով, այլ հասկացողությունով։ Սա կարևոր է, որ մենք, որտեղ հիմա մենք անդրադառնալու ենք հատվածների, առաջինը մենք նայելու ենք քո անձը Աստծուն նվիրելու ամբողջական ներկայացրեք։ Այս ներկայացրեքը դրվելը երկրպագության արդեն արտահայտություններից կարևոր բաղադրիչը։ Դնել, դուք հենց այնպես չեք դնում։ Եթե դուք չեք հասկանում, չեք դնի։ Հասկանալով դնել, բերել Աստծո առաջ, ասել Տեր, իմ կյանքը վերցրու, օգտագործի քո փառքի համար, իմ կյանքը քոնն է, այս դրվելու մասին է խոսում առաքյալը։ Սա ինչի հետ է կապված, զգացմունքի, ոչ, հասկացողության։ Առանց հասկանալու Աստված չի ընդունի ձեր զոհը։ Հասկանալով ում եք բերում եւ ինչ եք բերում, նոր կընդունվի սա։ Այս է մասին է խոսքը։ Եվ իմիջիալոց հետաքրքիր է, մի անգամ խոսում ենք մեկի հետ եւ այս մասին խոսացինք, ասեց, բա երաժշտություն, երկեցողությունն է, երկրպագություն, ես ասացի, գիտես ինչ, ավելի պարզ ես քեզ ասեմ։ Կան մարդիկ, որոնք լսողություն չունեն եւ երաժշտական լսողություն չունեն։ Սլուխ, մենք տենց ենք ասում։ Չունի, լսողություն չունի։ Ինքը ընդրապես կյանքում երգ չի լսել։ Ծնվել է այդպես։ Լսողություն չունի։ Այսինքն այդ մարդը զրկված է երկրպագությունից, որովհետև դու ասոցացել ես երկրպագությունը երաժշտության եւ երգեցողության հետ։ Այսինքն ուրեմն այդ մարդը երկրպագություն չի կարող անի։ Տեսնում եք ուր են գալի։ Դրա համար երբեք երաժշտությունը եւ զգացմունքը չեն հանդիսանում երկրպագություն, այլ հասկացողությունը եւ գործը, որպեսզի առավել հասկանանք, ոչ երաժշտությունով, այլ գործերով է երկրպագությունը, գործերով, ծառայությունով, ինչ որ դու անում ես Աստծո համար, եւ ոչ զգացմունքով է, այլ հասկացողությունով։ Սա նոր երկրպագությունը։ Առաջի կարևոր բաղադրիչ, որպեսզի մենք ավելի հասկանանք, առաջի կարևոր բաղադրիչը, որ ձեր մարմինները ներկայացնեք, բառը սա պարիստեմի, որ նշանակում է դրվել, հանձնել, տալ, ինչի հետ է սա կապված, սա երկրպագության ընդհանուր սկզբունքն է, որի մեջ արտահայտվում է տալը, ոչ թե վերցնելը։ Երկրպագության մեջ չկա վերցնել ընկալումը։ Տեսեք, կա միկին օրինակ վկայում ասում է, ես ամեն ինչ վերցրեցի Աստծուց, ամեն ինչ ստացա, նույնիսկ լեզուներով խոսեցի, նույնիսկ սա արեցի, բոլոր այդ բոլոր ամեն ինչ Աստծուց ստացա, բայց իմ մեջ գոհունակություն չկա։ Եվ հովիվը ով լսում է, ասում է, որովհետև դու երկրպագությունը կապել ես Աստծուց վերցնելու հետ։ Իրականում երկրպագությունը կապած է Աստծուն տալու հետ, ոչ թե վերցնելու։ Դրա համար Հիսուսն էլ է շեշտում, ավելի լավ է տալը, քան թե վերցնելը։ Այո, մենք վերցնում ենք ավետարանի ճշմարտությունը, ստացանք, որ ճանաչեցինք Աստծուն, եւ որպեսզի երկրպագենք, ուրեմն հասկանալով, վերցնելով, որը ճանաչեցինք, պիտի տանք, որ արտահայտվի մեր երկրպագությունը։ Երկրպագությունը վերցնելը չի սիրելես, այլ տալն է։ Ես Աստծուց ստացա, բայց գող չմնացի, որովհետեւ միայն ստացա։ Նույնպես կա սկզբունք, երբ որ մարդիկ մտնում են եկեղեցի, դեռ սկզբունքի մեջ են։ Ինքը մտնում է եկեղեցի, մտածում է ինչ պիտի այս եկեղեցին իրեն տա։ Ընդհանրապես քրիստոնեական ընկալման մեջ եկեղեցի, երբ որ դուք գնում եք, դուք պիտի մտածեք ինչ կարաք դուք տաք այդ եկեղեցուն Աստծո համար, որտեղ այն Աստծո եկեղեցին է։ Այս սկզբունքը խախտվել է։ Դուք որ մտնում եք եկեղեցի, ինչ սկզբունք, այսօր ինչ կարամ ստանամ եկեղեցուց, ինչ կարամ վերցնեմ եկեղեցուց, սա ոչ մի կապ չունի իրական քրիստոնեական ընկալման հետ։ Քրիստոնյայի ընկալման մեջ դա համար շատերը գայթակղում են, այս մարդուն տվեցին, ինչ չտվեցին, այս մեկին ժուրնալը 2 հատ տվին, ինձ մի հատ տվեցին, ինչի չկա ճիշտ ընկալում քրիստոնեության, չկա, դա ձևական ինչ որ մի կերպ է մարդկային ընկալումների, որը դու կարաս անուն դնես, երկրպագություն, եկեղեցի։ Տեսեք, իրականում եկեղեցին այն վայրը չի, եկեղեցին դա տաճարը չի, դա այդ շենքը չի, եկեղեցին այդ խումբն է քրիստոսյանով, երբ որ դու մտնում ես այդ խմբի մեջ, ոչ թե պետք է ակնկալես ինչ պիտի ստանաս այդ խմբից, դու պետք է տես ինչ կարաս տաս այդ խմբին,
Սա է եկեղեցին, որտեղ այդ խումբը Աստծուն է, եւ դու տալու նրանց տալիս ես Աստծուն։ Սա է քո երկրպագության բաժինը։ Սա նույնպես կարևոր խնդիր է, որ մենք չունենք, որտեղ շատերը հենց իրենց գայթակղությունը հենց որ չեն ստացել ինչ որ ակնկալում էին եկեղեցուց։ Նրանք էստո դամաշաբաթը 3 անգամ եկեղեցի են փոխում։ Ինչի, որտեղ սխալ ընկալում ունեն եկեղեցու մասին, ուզում են ստանան եւ չեն ստանում։ Բայց չգիտեն, որ մտել են որ տան։ Սա կարևոր ասելն է։ Ուրեմն, առաքյալն առաջինը շեշտում է, որ ձեր մարմինները ներկայացնեք, դնեք, այսինքն այստեղ երկրպագության կարևոր խորհուրդ ոչ թե վերցնելն է, այլ դնելը, բերել։ Երբ որ մենք խոսում ենք ընդհանուր առմամբ դնելու մասին, առաքյալը ինչ ասում, որ մարմինները ներկայացնեք կենթանի Սուրբ եւ Աստծուն ընդունելու պատարակ։ Առաջինը սա մեր հնազանդությունն է։ Ներկայացրեք ձեր մարմինները, այսինքն սա մեր ամբողջ էությունն է, հոգին եւ մարմինը մեր անձը։ Ներկայացնեք ինչը դնենք, մեր անձը դնենք։ Ոչ թե ինչ որ մի բան բերենք մեր մոտից տանք, այլ հենց մեզ տանք։ Այսինքն Աստված չի ուզում մեզանից մի բան, Աստված մեզ է ուզում։ Այս սա կարևոր անկալեք։ Տեսեք, արդեն այս փոքրիկ հատվածի մեջ արդեն ինքը ցույց է տալիս ներկայացնել, դա նշանակում է տալ, հասկացողությունով տալ, ում ես տալի եւ ինչ ես տալի եւ նաեւ ինչ տալ, մեր անձերը տալ, ինչ է ուզում Աստված։ Աստված քեզանից բան չի ուզում, Աստված քեզ է ուզում, քեզ տալ, մարմինները ներկայացնենք։ Սա կարևոր է։ Այս պարագայում մարմինները ներկայացնենք, առավել հետաքրքիր է, որ 6-րդ գլխի 19 համարում եկեք անդրադառնանք առաքյալն ինչ է ասում։ Ինչ է նշանակում առաջնային մեր մարմինները տալ։ Սա նշանակում է մեր մարմնի բոլոր անդամները։ Մենք հասկանում ենք, որ մենք պատկանում ենք Աստծուն, սա նշանակում է մեր մարմնի անդամները։ Եվ պետք է այստեղ զանազանենք նաև մարմնավոր սկզբունքները, որ Աստված չի ուզում, այն պիտի վերանա նորոգված մտքով, այսինքն Քրիստոսի միտքը ունեցողը հասկանում է ինչն է Աստծուն հաճելի, ինչ որ մեր հատվածի մեջ հետագայում նայում ենք, որ իմանանք որն է Աստծո կամքը, այսինքն ինչ է ուզում Աստված։ Հիմա տեսեք, մարդկորեն եմ ասում, 6-րդ գլխի 19 համարը, մարդկորեն եմ ասում, ձեր մարմնի տկարության համար։ Մարդկորեն եմ ասում ձեր մարմնի տկարության, այսինքն ինքը մարդկորեն ընկալումը ցույց տվեց մարմնի տկարություն։ Մարմինը տկար է եւ այդ տկարությունով մտածելակերպող հասկացողներին եմ ասում, գոնե այսպես ընկալեք, որ ինչպես ձեր անդամները, մարմնի անդամները ծառա ներկայացրիք պղծության եւ անօրության համար, նույնպես էլ հիմա ձեր անդամները ծառա ներկայացրեք, ինչ է նշանակում ներկայացրեք, նույն բառը տեսնում եք, դնեք, տակ, հանձնեք արդարությանը սրբանալու համար, որովհետև երբ որ մեղքի ծառա էիք, ազատ էիք արդարության հետ կապ չունեիք։ Եվ հետագայում ցույց տալի, որ դուք որպեսզի պտուղ բերեք Աստծուն, այսինքն ձեր մարմնի անդամները տակ որպես ծառա Աստծուն, այն պիտի օգտագործվի ինչը ձեր աչքերը, ձեր միտքը։ Հիմա եթե դուք ձեր աչքերն օգտագործում եք ներողություն, ասած այլանդակություն նայելու մեջ, դուք տալիս եք Աստծուն դա, թե ձեր համար եք օգտագործում։ Իհարկե ձեր համար եք օգտագործում։ Երբ որ ձեր միտքը թափառում է տարբեր շնություններով, ամեն ինչով, տրանսպորտի մեջ, բոլորին նայելով, ինչա, դուք տալիս եք այն Աստծուն, ոչ։ Ձեր միտքը կտակ Աստծուն, եթե այն Աստծո խոսքի վրա սկսի աշխատել։ Գիշեր ցերեկ հեղինակն ասում։ Երանյանը մարդը, որ գիշեր ցերեկ դրա մտածելակերպ Աստծո օրենքի մեջ է, Աստծո մասին է մտածում։ Առաքյալն ասում է, երկրային բաների մասին մի մտածեք, այլ երկնավորների, ձեր միտքը այնտեղ պիտի լինի։ Այսինքն դուք պետք է տաք ձեր մարմնի անդամները, միտքը, աչքերը, ձեռքերը, ձեր կյանքը, ձեր ոտքերը, ձեր ընթացքը, այսինքն ամեն բան, ինչպես դուք այն ժամանակ տալիս էիք պղծության, հիմա դա տվեք Աստծուն որպես գործիքներ, զենքեր ծառայության, որ պտուղ բերեք Աստծո համար։ Տեսնում եք ընկալումը ինչի հետ է կապված, հասկացողության։ Այսինքն մեր մարմինների տալը, առավել առաջի Կորինթացիս 9:27-ը նայեք։ Տեսեք առաքյալն ինչ է ասում։ Հիմա ես կարդեմ 26, ուրեմն ես այնպես եմ վազում, ոչ թե ինչպես անստույկ, առանց հասկանալու ուղղակի վազում եմ։ Այնպես եմ մրցում, ոչ թե ինչպես օդին զարկելով փուչ, այլ իմ մարմինը ճնշում եմ։ Ինչ է նշանակում մարմինը ճնշում եմ։ Որոշակի մարմնի ցանկություններ, կիրքեր, պահանջներ կա, որոնք ես ճնշում եմ։ Ինչի՞, հասկանալով, որ դա Աստծուն տհաճ է, հասկանալով, որ դա Աստծուն չի փառավորելու, դա երկրպագությունս չի լինելու։ Այլ իմ մարմինը ճնշում եմ, նվաճում, որ մի գուցե ուրիշներին քարոզելով ինքս անպիտան գտնվեմ։ Իմ մարմինը ճնշում եմ, կա մեր մարմնի որոշակի
ցանկություններ, որոնք պետք է մեր կյանքից դուրս գան։ Հիսուսը առավել խորն էր ասում. եթե քո աչքը քեզ գայթակղեցնում է, այն կտրի եւ հանի, ուր մնաց քո հեռախոսը քեզանից հեռու դիր։ Քո աչքը ինքը շատ կոնկրետ է խոսում Հիսուսը, շատ յուրահատուկ կերպով, ասում է պոկի այն աչքը քեզանից, եթե այն դառնում է քո կյանքում գայթակղության պատճառ, պոկի քեզանից, ավելի լավ է առանց աչք մտնես, բայց մտնես երկինք, քան թե երկու աչքով գնաս հավիտենական տանջանք։ Տեսնում եք, նույնիսկ Հիսուսը սա է ասում, կտրի քեզանից։ Առաքյալ ասում է ճնշում եմ իմ մարմինը, որոշակի սկզբունքներ կա կյանքում, որ պիտի ճնշվի, որ չի սիրում Աստված դա, որ դա Աստուն չի փառավոր, դա մարմնավոր է, անկած մարդու բնության հետևանքն է։ Այսինքն սա պիտի ճնշվի, որտեղ մեր միտքը նորոգվել է եւ մենք պիտի Քրիստոսին նմանենք վարվելու մեջ։ Մյուսը կարանք անդրադառնանք առաջի Թեսաղոնիկեցիս 4:3-4-5-ը, այստեղ ասում է զգուշ եղեք, որ եկեղեցում որևէ մեկին սեքսուալ առումով գայթակղություն չտաք։ Զգուշ եղեք ինչպես եք վարվում ձեր քրոջ կամ ձեր եղբոր հետ։ Զգուշ եղեք, ինչ եք հագնվում ձեր եղբոր առաջ։ Տեսեք, եկեք անդրադառնանք սրան։ Տեսեք, առաջի Թեսաղոնիկեցիս 4:3, որովհետև երրորդ համարից, որովհետև սա է Աստծո կամքը ձեր սրբությունը կամ ձեր զատված լինելը։ Ինչից? Աշխարհի սկզբունքներից, աշխարհի հասկացողություններից, որ դուք ետ կենաք սրբություն ինչի մեջ արտահայտվում առաջինը, որ դուք ետ կենաք պոռնկությունից, որովհետև Թեսաղոնիկե հունահռոմեական մշակույթն է, սա արկա է նրանց մոտ, որ դուք ետ կենաք պոռնկությունից եւ ձեզանից ամեն մեկը գիտենա, չի ասում ամեն մեկը զգա, ամեն մեկը գիտենա, հասկանա իր անոթը կամ իր մարմինը պահել սրբությամբ եւ պատվով։ Ինչի? Որտեւ այն քոնը չի, այն քեզ չի պատկանում, այն պատկանում է Աստծուն։ Եվ ձեզանից ամեն մեկը գիտենա իր անոթը պահել սրբությամբ եւ պատվով, ոչ թե ցանկության կիրքով։ Իմիջիալոց, ցանկության կիրքը չկա հասկացողություն, կա ինստինկտ, բնաստ, կիրք, մղում է քեզ դրան, բայց գիտենա պահել սրբությամբ, այսինքն հասկացողությունը պետք է ետ պահի, որ դա այդ ինստինկտը թող չօգտագործես, այդ բնազդի մեջ չգնես, չտաս քեզ այդ բնազդին, ոչ թե ցանկության կիրքով, ինչպես հեթանոսներն են, որ Աստծուն ուշադրին այդ բառը չգիտեն, Աստծուն չգիտեն, ուրեմն չգիտեն ինչ է ուզում Աստված, բայց մենք գիտենք, որտեվ եթե Թեսաղոնիկեցիս նաև Եփեսացիս դուք բայց դուք Քրիստոսին այսպես չճանաչեցիք, եթե ճանաչեցիք, որ նրանում է ճշմարտությունը։ Ուրեմն հանեք ձեզանից հին մարդը գնացքը եւ ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, որ նոր մարդը հագնեք ձեր ստեղծողի պատկերի պես։ Տեսնում եք խոսքերը։ Հասկացողության հետ է կապված ելներս եւ մեր կյանքի որակը գալիս է Աստված ճանաչությունից, ոչ թե զգացմունքներից։ Տեսեք, սա էքստազը երբեք չի երկրպագում Աստծուն։ Սա մենք այսպես խափնվել ենք, խափել ենք մեզ։ Հիմա տեսեք, չլինի որ մեկը մի բանում չափից դասնե, այսինքն այստեղ չափել կա։ Այո, ինչի է դա կա։ Չափը հասկացողը որ չափը կարողանաս զանազանես։ Չլինի որ մեկը մի բանում չափից անցնե եւ իր եղբորը զրկե։ Որտեվ Տերն այդ բոլոր բաների համար վրեժխնդիր է, ինչպես առաջուց էլ ասեցինք, ձեր եւ վկայություն տվինք, որտեվ Աստված մեզ չկանչեց պղծության մեջ, այլ սրբության մեջ։ Ուրեմն քո եղբոր հանդեպ կամ քրոջ հանդեպ այնպես վարվի, այո, քույրը քեզ մտերիմ է, բայց զգուշ եղի, չափը չանցնես, որտեվ Աստված քեզ պղծության մեջ չի կանչի, այլ սրբության։ Ես գիտեմ եղբայր, ով օգտագործում է սուրբ համբույր հասկացողությունը, բայց քույրերի հանդեպ։ Ուզում է անպայման քույրերին համբուրի։ Շուրթերով, տեսնում եք, զգուշ եղեք, շատ զգուշ եղեք, Աստված ամեն բան տեսնում է։ Սակայն միջապես հետևից ասում է, որովհետև ասում է, սա անողը 7 համար, որովհետև Աստված մեզ չկանչեց պղծության մեջ, այլ սրբության մեջ, եւ 8-ում ուրեմն նա, որ անարգում է, այսինքն դու կարաս անարգես այդպես չափ անցնելով, ուրեմն նա, որ անարգում է, ոչ թե մարդի է անարգում, ոչ թե քրոջը կամ եղբորը, այլ Աստծուն, որ տվավ մեզ Սուրբ Հոգին։ Այլ Աստծուն, ինչ որ անում ես քրոջը հանդեպ, եղբորը հանդեպ, դա քո երկրպագությունն է ուղղված առ Աստված, ուրեմն դու ոչ թե եղբոր եւ քրոջ հանդեպ ես անում իրականում, այլ Աստծո հանդեպ։ Տեսնում եք, սա հասկացողության հետ է կապված։ Առավել առաջի Կորինթացիս 6:19-ում կարդում ենք. կամ թե չգիտեք,
որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է Սուրբ Հոգին, որ նրան Աստվածանից ունեք եւ դուք ձերինը չեք, դուք ձեզ չեք պատկանում, որ դուք ձեզ համար անեք, դուք Աստծուն եք պատկանում եւ ամեն բան Աստծո համար եք անում։ Սա եթե գիտեք, դրամարկել կամ թե չգիտեք, չի ասում, կամ թե չեք զգում։ Ոչ, կամ թե չգիտեք, հասկացողության հետ։ Չէ՞ որ սա գիտեք։ Իսկ ինչա պետք գիտենալու համար։ Ինչա պետք, որի միտքը նորոգվի։ Աստվածաշունչը, հայտնությունը Աստծո, ավետարանը, Աստծո խոսքը, որը պիտի նորոգի միտքը եւ ինչա նշանակում մտքի նորոգություն, Քրիստոսի մտածելակերպը ունենալ։ Սա նշանակում է մտքի նորոգություն։ Մյուսը սերերս, որ մենք կանանք, այսինքն Աստված չի ուզում մեզանից ինչ որ բան, Աստված ուզում է մեզ։ Սա մենք պետք է հասկանանք։ Մյուսը որոշումը քո անձը մերժելու է զոհ, որպես կենդանի զոհ կամ պատարագ։ Ընծա զոհ, ինչ է սա որոշում, քո անձը մերժելը։ Զոհ դա նշանակում է մի բան է, որ էլ քեզ չի պատկանում։ Տեսեք, այն կենդանին, որ 5 կտակարանում պատկանում էր որևէ մեկ իսրայելացու, այն նրան է, ինքը մեծացրել է, այդ զոհը իր այդ կենդանին իր սեփականությունն է, բայց երբ որ ինքը բերում էր, այն դնում էր Աստծո զոհասեղանին, այդ վարքյանից արդեն նրա սրտում կար մի ընկալում, որ սա ինձ չի պատկանում, սա պատկանում է Աստծուն ամբողջությամբ, դու տալիս ես այն էլ քոնը չի, ամբողջությամբ, դա համար շատ քիչ զոհաբերության կերպեր կար, որ այդ զոհից որոշ բան տրվում էր այդ անձին, որոշակի, բայց մեծ մասամբ զոհաբերությունները ավելի ողջակես, ամբողջությամբ, որպես անուշահոտություն Աստծո համար էին արվում։ Այսինքն դու այն տալիս ես Աստծուն ամբողջությամբ, ոչ մի բան քեզ չես պահում։ Այս հասկացողությունը նույնպես կապված է երկրպագության հետ։ Այսինքն բերելով կենդանին Աստծո զոհասեղանի մոտ պետք է հասկանաս, որ բերեցիր այն Աստծուն եւ այստեղ մեր մարմիններն են, որպես կենդանի, որտեղ այդ զոհը երբ որ դրվում էր, այն նաև մահանում էր անմիջապես, բայց առաքյալ այստեղ հատուկ աշեշտում կենդանի, դուք բերվեք դրվեք որպես սեփականություն Աստծո պատկանելություն, բայց մնաք կենդանի միշտ ծառայելու Աստծո համար, այսինքն չի չմահանաք, այլ դառնաք նրա համար կենդանի զոհ։ Սա կարևոր է, որ ինքն օգտագործում է որպես կենդանի զոհ, որտեղ 5 կտականի անձը հասկանում է, որ կենդանին մահանում է եւ այդ ողջակիզությունով անուշահոտությունը դառնում Աստծո համար, ինքն ասում է դուք անուշահոտություն դառեք, բայց կենդանի, այսինքն ձեր ծառայությունը ամեն մի ձեր արածը Աստծո համար անուշահոտություն է եւ որոշ հատվածներում Պողոս առաքյալը իր ավետարան քարոզելը ասում է սա հեթանոսներին զոհաբերություն է, սա անուշահոտություն է Աստծո, լատրևո բառն է օգտագործում, շատ կարեւոր է սա։ Այս զոհի սկզբունքը մի քիչ աղավաղված է որոշակի եկեղեցական օղակներում, որոնք ասում են, երբ որ առաքյալը օրինակ խոսում է Գաղատացիս 2-րդ գլխի 20 համարում, եւ կենդանի եմ ոչ թե ես այլևս, այլ Քրիստոսն է կենդանի ինձ անում, եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով Աստծո որդու հավատքով եմ կենդանի, որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց, հետաքրքիր է հետագայում նաեւ ուսուցում է տալի որոշակի ինչի կապ, որովհետեւ միստիկական մոտեցումը սա է, որ այ ես որ ինչ որ մի բան անում եմ, անջատվում եմ, դա Սուրբ Հոգին է, Քրիստոսն է իմ մեջ սա անում, սա ես չեմ անում։ Առաքյալը այդ մասին չի խոսում։ Երբ որ առաքյալը ասում է ես եւ կենդանի եմ ոչ թե ես, այլ Քրիստոսը, ի նկատի ունի, որ Քրիստոսի մտածելակերպն է իմ մեջ, էլ եսի մարդկորեն կերպերով կամքով չեմ վարվում, այլ Քրիստոսի հասկացողությունով եմ վարվում։ Դա համար ինքն ասում է եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով, Աստծո որդու հավատքով եմ կենդանի, որ ինձ սիրեց, ինչ եք տեսնում։ Եվ իր անձը ինձ համար մատնեց, ինչի է դա կապված։ Քրիստոսը իր անձը զոհեց, ես էլ իմ անձն եմ տալիս Քրիստոսի զոհ։ Տեսնում եք, սա կապված է հասկացողության հետ։ Այսինքն սա էմոցիոնալ պորտում չի, որ ես կենդանի չեմ, դա Քրիստոս տա իմ մեջ ինձ թավալում երկրի վրա։ Քրիստոս տա իմ մեջ այդ ձայները հանում։ Ոչ սերներս։ Այստեղ առաքյալը չի խոսում այդ մասի զգացմունքի։ Առաքյալը խոսում է հասկացողության, Քրիստոսի միտքը ունենալու հետ, որ այլևս ես չեմ վարվում այդ կերպով, այլ Քրիստոսի հասկացողությունով եմ վարվում։ Քրիստոսն է իմ մեջ կենդանի։ Ես ապրում եմ Աստծո համար, ինչպես Քրիստոսը հոր կամքը կատարեց։ Այս ընկալումների մեջ է մյուս սկզբունքը, ինչով է որոշվում մեր երկրպագությունը։ Այն որոշվում է մեր կյանքով։ Առաքյալը օգտագործում է որպես կենդանի զոհ։ Կենդանին շեշտում է կյանք, կյանքի որակ, այսինքն կյանքով որպես զոհ։ Սա շատ կարևոր է նույնպես կենդանի զոհ 5 կտակարում, երբ կենդանի նորից եմ ասում դրվում էր, այն որոշակի առումով արդեն մորթվում, մահանում էր։ Առաքյալն ասում է դուք դրվեք
կենթանի որպես զոհ եւ թող ձեր կյանքը անդադար փառավորի Աստծուն։ Ինչ է նշանակում կյանքով երկրպագել, որտեղ երկրպագությունը կապված է կյանքի հետ, սիրելիներս, ոչ թե ինչ որ մի ժամի հետ։ Այն կյանքն է ձեր քրիստոնեական։ Ինչ է նշանակում սա։ Առաքյալը սա խոսում է Կողոսացիս 3-րդ գլխի 17 համարից։ Եվ բայց մի քիչ վերևից 16-ից կարդամ։ Քրիստոսի խոսքը բնակվի ձեր միջում առատապես ամեն իմաստությունով։ Ինչ եք տեսնում։ Զգացմունք թե միտք։ Քրիստոսի խոսքը բնակվի ձեր միջում առատապես ամեն իմաստությունով։ Իրար սովորեցրեք եւ խրատեցեք սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեվոր երգերով եւ շնորհքով օրհներկեցեք Տիրոջը ձեր սրտերումը։ Տեսակ զգացմունք, ոչ իմաստությունով երգեք։ Այսինքն այո, դու կարաս երգես, դա երկրպագությունը արտահայտես, բայց հասկանալով ինչ ես երգում եւ ում ես երգում, ինչի է, երբ դու կարող ասեք, իմ կյանքը հանձնում եմ քեզ, բայց առանց հասկանալու, որ քո կյանքը պետք է հանձնես իրան։ Բարերն ես ասում ուղղակի։ Եթե կյանքդ հանձնում ես իրան, երգում ես այդ մասին, դու շատ զգուշ երգես։ Ինչքանով ես կարողանում քո կյանքը հանձնես իրան։ Տեսնում եք, սա շատ կարևոր բան է, այսինքն դրա համար ինքը հետևից ասում է եւ ասեք այս ամենը, նույնիսկ ձեր օրհնությունները, օրհներգերը հասկանալով լինի, իմաստությունով Քրիստոսի միտքը ձեր մեջ բնակված լինելով երգեք։ Եվ անմիջապես եւ ամեն 17 համար եւ ամեն ինչ էլ որ անեք, ուշադիր եք, խոսքով կամ գործով ամենը Տեր Հիսուսի անունով արեք գոհություն տալով Աստծուն եւ Հորը նրա ձեռովը։ Եվ անմիջապես անդրադառնում է կյանքի որակին, կանայք հնազանդվեք ձեր մարդկանցը, ինչպես կվայելե Տերումը։ Սիրելի կանայք, դուք որ ճաշ եք պատրաստում տունը ձեր ամուսինների համար, սրանից հետո ձեր ամուսինների համար մի պատրաստեք։ Ճաշը պատրաստեք Քրիստոսի համար եւ դրեք ձեր ամուսնու առաջ։ Սա նշանակում է դուք դրանով երկրպագում եք Աստծուն, որտեղ Քրիստոսի համար եք պատրաստել։ Տեսնում եք ինչքան տարբեր է հասկացողությունը։ Որևէ միտեղ աշխատանքի տեղը, որ դուք մի բան անում եք, մի արեք ձեր աշխատանքի ղեկավարի համար, արեք Քրիստոսի համար։ Այսինքն ամեն բան այդ դուք ավլում եք, ճիշտ է, ավլում եք ձեր եկեղեցին։ Մի ավլեք մարդկանց համար։ Ավլեք այնպես, ինչպես Քրիստոսի առաջ ավլեիք։ Ինչպես կավլեիք Քրիստոսի առաջ։ Այդպես ավլեք մարդկանց առաջ։ Սա կլինի ձեր երկրպագությունը։ Այսինքն մենք ինչ ենք սա տեսնում, կյանքով երկրպագել։ Դրամարակյալը մեր հատվածում այս 4 կարևոր կերպերով ներկայացրեց, ինչով է որոշվում մեր երկրպագությունը։ Երկրպագությունը չի լինում զգացմունքով, երաժշտությունով, այլ հասկացողությունով եւ մեր գործերով, մեր ծառայությունով։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար եւ մեկ մյուս մեր արդեն բաժինը կանադանանք մյուս բաժնի, բայց մի փոքր էլ ունենք որոշումը մեր երկրպագությունը որոշվում է սրբությունով, այս մասին էլ խոսենք, ինքը մեծ է, բայց ես ավելի հարց կարեմ, որտեղ ժամանակը բավարար անցավ, սրբությունով, առաքյալ տեսեք ինչ է ասում։ Արտաղաչում եմ ձեզ եղբայր, Աստծո ողորմությունով, որ ճանաչել եք այդ ողորմությունը, որ ձեր մարմինները ներկայացնեք, մեկնայեցիք ներկայացնել, տալ, տրվել, դնել, ոչ թե վերցնել, մարմինները, այն հնազանդությունն է մեր ամբողջությամբ, կենթանի սուրբ եւ Աստծուն ընդունելու պատրաստ, կենթանի սուրբ, այսինքն կենթանի կյանքը դնելուց հետո այն սուրբ զատված, ինչ է սա նշանակում, Աստծո համար առանձնացված, սա չի նշանակում անել այն որոշակի գործ անել, բայց մեղքը սրտիդ մեջ կապված։ Սա նշանակում է հասկանալով, որ դու մեղքից պիտի զատվես, մեղքի դեմ պայքարը ունենալով ինչ որ անում ես անես։ Այսինքն սա քո սրբության սկզբունքն է։ Տեսեք, սա այս սրբության սկզբունքը ես շեշտեցի, որ մենք ընկալենք, որ այսինքն սրբությունը մեր սրտերի մեջ առաջնային, հետո այն անդրադառնում է մեր վարքին։ Մեր հասկացողությունը եթե չի սրբվում, այն չի անդրադառնա ձեր վարքին։ Հիմա Եսայի մարգարեն առաջի գլխում ինքը ցույց է տալի Իսրայելին, ով Աստծուց ուներ օրենք, այսինքն տաճարի ընդհանուր երկրպագության այդ համակարգը, զոհաբերությունները, խնկարկումները, աղոթքները, ամեն ինչ ուներ, այսինքն տոնակատարությունները, ամսագլուխները, ամեն բան ուներ, բայց Աստված ասում է ես այդ ամեն ինչից զզվում եմ։ Ինչի՞, որովհետև ասում է ձեր սրտում անօրենություն կա, բայց արտաքնապես տոնախմբություն կա։ Զզվել եմ այդ տոնից, որովհետև ձեր սրտում իրավունք չկա, այլ անօրենություն կա։ Եկեք անդրադառնանք։ Տեսեք, ես ուղղակի կարդամ եւ ժամանակը խնայելու համար ուղղակի դուք ինքներդ կարաք նայեք։ Եսայի 1:13-ը
այլևս ունայն ընծաներ մի բերեք։ Տեսնում եք զոհաբերություն։ Մի բերեք, ունայն, ինչի է ունայն, չէ՞ որ Աստված դու ես ասել որ մենք ընծա բերենք, քո ասածն ենք բերել։ Ոչ, շատ հաճախ մարդիկ ընծա տալը, գիտես, տալիս էին որպես Աստծուն, ճիշտ է։ Ուշադիր նայեք, ինչ էր նշանակում խեղաթյուրված ընծա բերել, ունայն, այսինքն արատավոր կենթանի բերել։ Սա նշանակում է դու Աստծուն չես տալի։ Ոչ թե տալիս ես, բայց վատը, դու չես տալի, որտեղ Աստված ասել է, որ լավն է իմը։ Դու լավը պիտի ինձ բերես։ Եթե դու լավը չես տանում Աստծուն, ուրեմն Աստծուն զոհ չես տանում։ Քո տարածը ինքնախաբեյություն է, որ տարարի փրտե, բայց Աստված չընդունեց, այսինքն դու Աստծուն զոհ չտվեցիր։ Աստված ասում է ունայն ընծաներ մի բերեք, դա ինձ պետք չի։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Սրտիդ մեջ անօրենություն կա, ո՞րն է անօրենությունը։ Լավը քեզ ես պահել։ Բայց Աստված ասում է դա իմն է։ Եթե դու ինձ սիրում ես, դու ինձ կբերես դու, բայց դա ինչ է ցույց տալի, որ դու վատն ես ինձ բերում, որ դու ինձ չես ճանաչում, որ դու չես սիրում, իմ հանդեպ սեր չունես, դու չես ուզում կյանքդ ինձ ընտաս։ Տեսնում եք։ Այլևս ունայն ընծաներ մի բերեք, ձեր խուկը կամ աղոթքը ինձ համար պիղծ է, բայց դուք աղոթում եք, բայց դուք զոհ եք տանում, այսինքն արարողակարգ անում եք իբր երկրպագություն։ Աստված ասում է մի արեք, զզվելի է դա ինձ։ Ամսագլուխների եւ շաբաթերին ու ժողովներ գումարելուն չեմ տանում։ Հետևից տեսեք բառը սա է, որ հիմքը անօրենություն եւ տոնախմբություն։ Ուշադիր լսեք։ Տոնախմբություն, բայց սրտի մեջ անօրենություն։ Զզվում եմ, Աստված ասում է։ Ամեն մեկս նայեք մեր կյանքին։ Իմ վարքը, ինչ որ ես անում եմ, այն իմ սրտում է։ Իմ սրտում անօրենություն կա, բայց արտակնապես տոնախմբությունը։ Երգում եմ, ամեն եմ ասում, աղոթքի կանգնում եմ, բառեր եմ ասում, բայց սրտիս մեջ ինչ կա։ Չէ՞ որ Աստված սրտիս մեջ է տեսնում։ Այս սա է կարևոր։ Աստվածավախ նշանակում է ուշադիր դարձնել ձեր սրտին։ Ամեն ինչից առավել զգուշություն արեք ձեր սրտերին, որտեղ նրանից է կյանքի ճանապարհը, առակած գիրք։ Նրանից է կյանքի ճանապարհը, նրանից է ձեր կյանքի ընթացքը, ինչ կա ձեր սրտում։ Սիրտը դա ռազումենիա, հասկացողություն, սերներս դրա համար առաքյալը երկրպագությունը կապում է հասկացողության հետ, ոչ թե զգացմունքի, երաժշտության, ելևէջների, օրորվել շորվել լույսով առանց լույսի։ Դա երկրպագություն չի, սերներս։ Երկրպագությունը մեր կյանքն է, հասկացողությունով մեր ծառայությունը դրված Աստծո առաջ։ Եվ մենք նայեցինք բաղադրիչները։ Ուրեմն, եթե Եսայի շարունակեք, ասում է, եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս աչքերս ծածկում եմ ձեզանից, նաեւ երբ որ աղոթքը շատացնում եք, ել չեմ լսում, ձեր ձեռքերը լիքն են արյունով աներություն։ Լվացվեցեք, մաքրվեցեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքի առաջից, դադարեցեք չարություն գործելուց, սովորեցեք բարություն անել։ Որոնեցեք իրավունք, ուղղություն, ցույց զրկվածին, որփի դատը տեսեք, որփեվարի դատը պաշտպանեցեք, հիմա եկեք, վիճաբանեք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան, եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան։ Եթե հոժարեք եւ լսեք, երկրի բարիքը կուտեք, երկրի կապված է խոստացյալ երկրի հետ։ Երկրի բարիքը կուտեք, ես կորտեմ ձեզ, կընդունեմ ձեր երկրպագությունը, բայց ձեր սրտում անօրենություն, արտակնապես տոնախմբություն, զզվել եմ ձեր այդ տոնախմբությունից, որտեղ ձեր սրտում անօրենություն կա։ Այսինքն մենք ինչ տեսանք, մենք տեսանք բոլոր կերպերը, մենք տեսանք հիմքը, առաջինը այն հանդիսանում է ավետարանը, աստվածաճանաչությունը, Աստծո ողորմությունը, երկրորդ մենք տեսանք որոշումը, ինչն է որոշում, սա երկրպագությունն է, թե չէ, եւ մենք տեսանք մեր հնազանդությունը, մեր տալը, սրբությունը, ամեն ինչը տեսանք, նաեւ 5 սկզբունք մենք տեսանք, եւ նաեւ մյուսը կանադարակ մյուս դանագության մեջ երկրպագության կերպը։ Եվ մենք կտեսնենք, որ սա մեր բանավոր, սա ուղղակի մեր կյանքի ընթացքն է։ Սա կանադարակ մի քիչ ավելի կարճ ես մասին խոսենք։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։